Քննարկումներից հետո փակ գաղտնի քվեարկությամբ խորհրդարանը պետք է ընտրի Հայաստանի 4-րդ օմբուդսմենին։ Թեկնածուն մեկն է Հանրապետականի առաջադրած արդարադատության 34-ամյա փոխնախարար Արման Թաթոյանը։ Նա այսօր համոզմունք հայտնեց, թե ընտրվելու դեպքում կկարողանա պաշտոնավարել մինչև ժամկետի ավարտը։ Խորհրդարանը մարդու իրավունքների պաշտպանին ընտրում է 6 տարի ժամկետով։ Իրավունքների եւ ազատությունների խախտումներ միբ թեկնածուն տեսնում է։ Օրինակները 3-ն էին։ Համակարգային վերափոխման կարիք ունի պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման իրավական մեխանիզմը դատապարտյալին այդ գործընթացի կարևոր մասնակիցը դարձնելու եւ այդ նպատակի համար նրան անհրաժեշտ իրավունքներ վերապահելու միջոցով։ Մտահոգիչ է այն, որ օրինակ փակ հաստատություններում պահվող անձինք հակառակ եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկայի զրկված են իրենց նկատմամբ կարգապահական տույժերի կիրառության ու այդ տույժերի բողոքարկման ընթացքում արդար դատաքննության իրավունքի երաշխիքներից։ Մինչ օրս օրենսդրական ամրագրում չունի ապաստան հայցողների հնարավորությունը ստանալու անվճար իրավաբանական օգնություն, չնայած միջազգային չափանիշներին։ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, հարցի վերաբերյալ Թաթոյանի կարծիքը մի քանի պատգամավոր փորձեց ճշտել։ Թեկնածուն ասաց, կարծիք հայտնելու համար պետք է ծանոթանա կոնկրետ դեպքերին, բայց Խաչատուր Քոքոբելյանի հարցին առավել հստակ պատասխանեց։ Ձեզ արդյոք հայտնի են քաղաքական հետապնդման դեպքեր Հայաստանի Հանրապետությունում, հատկապես հաշվի առնելով, որ դուք նաև Հայաստանի Հանրապետության շահերն եք պաշտպանել եվրոպական բարձրացիաներում։ Այնքանով, որքանով իմ պրոֆեսիոնալ գործունեությունը առնչվել է այդպիսի հարցերի, ես նման այդ թվում միջազգային ատյաններում նման խնդիրների առաջ չեմ կանգնել հարցերի քննարկման։ Ուղղակի ֆիքսենք, որ դուք գտնում եք, որ Հայաստանում քաղաքական հետապնդում չի եղել մինչև այս պահը, կամ ձեզ գոնե հայտնի չի, դա ձեր դիրքորոշումն է, շնորհակալ եմ ազնիվ ասելու համար։ Մենք ձեզ դիտարկում ենք որպես Սերժ Սարգսյանի կադր։ Եթե մինչև հիմա ինչ-որ դուք ազատություններ ունեիք մի փոքր, հիմա այդ չեք ունենալ։ Դուք ի վիճակի եք ձեր կամային հատկությունները թույլ են տալիս այս գործում առաջընթաց անել, բացահայտում անել, գնալ իշխանությունների դեմ, գնալ քաղաքական թիմի դեմ։ Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակում իհարկե եւ կամքը կա եւ օրենսդրությամբ նախատեսված խնդիրները լուծելու համար նաեւ պետք է բնականաբար բոլոր միջոցները ձեռնարկվեն։ Հարցու պատասխանին հետևեցին պատգամավորների ելույթները։ Հիմա անցնեմ արդեն այն հիմնավորումներին, որը պարոն Թաթոյանը փորձում էր ներկայացնել, թե իբրև թե նա կապ չունի մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից նամակագրություններին եւ կոմունիկացիաներին։ Ուրեմն պարոն Թաթոյանը շուրջ 2 տարի կատարել է հանրապետական կուսակցության քաղաքականության սպասարկումը։ Իսկ քաղաքական սպասարկումը հետեւյալն է. Հայաստանի Հանրապետությունում որևիցե կերպ չթույլ տալ, որպեսզի արձանագրվի, որ կան քաղաքական հավատալներ, թույլ չտալ, որ Հայաստանի Հանրապետությունը խախտել է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի տարբեր դրույթներ, հիմնական քաղաքականությունը դա է եղել։ Թաթոյանն այսօր վստահեցնում էր, թե չնայած առաջադրողն իշխող կուսակցությունն է, հանրապետականի առաջ որևէ պարտավորվածություն չունի։ Նա Իրա Զոհրաբյանին թեկնածուի հավաստիացումները չէին համոզել։ Ես չեմ հավատում, որ դուք կկարողանաք իսկապես չդառնալ ոչ ընդդիմության ձեռքին գործիք, չվախենալ ընդդիմության շանտաժներից, որ կմեղադրվեք իշխանության դերածոն լինելու մեջ, եւ ոչ էլ կկարողանաք դիմակայել իշխանության եւ պետական տարբեր կառույցների կողմից արվող ճնշումներին։ Դե երևի ես վատատես եմ, դրա համար չեմ հավատում, բայց իմ համոզմունքը գալիս է 3 նախկին տխրահրճակ փորձերից։ Նիկոլ Փաշինյանն ասաց, կողմ կքվեարկի Արման Թաթոյանի թեկնածությանը։ Ընդհանրապես պետք է մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուին ոչ թե կանխավարկածային անվստահությամբ վերաբերվել, այլ փորձել այնուամենայնիվ կիրառել կանխավարկածային վստահության ճանապարհը։ Եթե դրա համար, եթե դա հերքող, դա բացառող շատ ակնհայտ պատճառներ չկա։ Առաջադրված թեկնածուի դեպքում ես նման պատճառներ չեմ տեսնում։ Թաթոյանի թեկնածությանը կողմ Բարգավաճ Հայաստանից Վահան Բաբայանի կարծիքով գործընկերները շատ բան են պահանջում Թաթոյանից։ Այն, որ այսօր մենք միքս ենք անում այստեղ, ուզում ենք միքս ստեղծենք արդարադատության նախարարի,
ազգային անվտանգության ծառայության տնօրենի, ոստիկանապետի, չգիտեմ, հարկայինի պետի եւ ինչ որ հոգեվոր առաջնորդի միքս, որը այդ միքսը դառնա մարդու իրավունքների պաշտպանը, ես համամիտ չեմ։ Ես կարծում եմ պետք է տալ հնարավորություն եւ ես կարծում եմ ձեր մասնագիտական կարողություններով դուք կարողանաք իրականացնել ձեր վրա դրված պարտականությունները։ Օմբուդսմեն դառնալու համար Արման Թաթոյանին անհրաժեշտ կլինի առնվազն 79 պատգամավորի ձայն։ Քվեարկությունն ամենայն հավանականությամբ տեղի կունենա վաղը։ Նորաստեղծ հայկական վերածնունդ կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը հայտարարել է, որ Հայաստանը պարտավոր է ռազմական աջակցություն ցուցաբերել Ռուսաստանին ռուս-թուրքական պատերազմի դեպքում, քանի որ Երևանն ու Մոսկվան ՀԱՊԿ գծով դաշնակիցներ են եւ երկու երկրները ունեն համատեղ պաշտպանական պայմանագիր։ Միևնույն ժամանակ ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղարը որևէ բառ չի ասել, թե դաշնակցային նման հարաբերությունների պարագայում ինչու Ռուսաստանը կամ ՀԱՊԿ այլ անդամները ռազմական աջակցություն չեն ցուցաբերում դաշնակից Հայաստանին, որը տարիներ ի վեր Ադրբեջանի հետ գտնվում է փաստացի պատերազմական վիճակում։ Մոսկովյան Կոմսոմոլսկայա Պրավդա պարբերականում շաբաթ օրը հրապարակված հարցազրույցում Բաղդասարյանը ասում է. բնականաբար մենք պետք է ցուցաբերենք նաև ռազմական աջակցություն, ոչ միայն կարող ենք աջակցություն ցուցաբերել, այլև պարտավոր ենք այդ անել, ոչ միայն այն պատճառով, որ ՀԱՊԿ անդամ ենք, առանձին պայմանագիր ունենք Ռուսաստանի հետ, որը երաշխավորում է մեր սահմանների անվտանգությունը։ Թե այս կապակցությամբ ինչ են մտածում Հայաստանի իշխանությունները, Ազատությունը դիմեց արտգործնախարարի մամլոք քարտուղար Տիգրան Բալայանին, ով հրաժարվեց մեկնաբանել Արթուր Բաղդասարյանի հայտարարությունը, նշելով, որ արտգործնախարարությունում սովորություն չկա մեկնաբանել քաղաքական գործիչների հարցազրույցները։ Պատասխանելով հարցին, ինչ դիրքորոշում ունի պաշտոնական Երևանը ռուս-թուրքական սրված հարաբերությունների առնչությամբ, հաշվի առնելով, որ Հայաստանն ու Ռուսաստանը դաշնակիցներ են, Բալայանը չասաց, արդյոք պաշտոնական Երևանը պատրաստակամ է ռազմական աջակցություն ցուցաբերել Կրեմլին։ Ռուսաստանն եւ Թուրքիան ունեն դիվանագիտական հարաբերություններ, ինչ վերաբերվում է Ռուսաստանի եւ Թուրքիայի միջև հարաբերությունների ներկայիս իրավիճակին հանգեցրած միջադեպին, այսինքն Թուրքիայի կողմից հակաավերչական գործողությանը մասնակցող ռուսական մարտական ինքնաթիռի խոցումը, ապա այդ կապակցությամբ մենք մեր դիրքորոշումը հայտնել ենք եւ այն մնում է ուժի մեջ։ Հայաստանը ՀԱՊԿ վերջին գագաթնաժողովին դաշինքի անդամ այլ երկրների հետ դատապարտել էր Թուրքիայի կողմից ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումը։ Հայաստանն աջակցում է Ռուսաստանի գործողությունները Սիրիայում։ Հայաստանը գտնում է, որ ահաբեկչության դեմ հարկավոր է պայքարել միասնական եւ միահամուռ կերպով։ Ողջունում է ահաբեկիչներին արմատախիլ անելու քայլերը։ Վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանի խոսքով ռուս-թուրքական պատերազմի դեպքում Հայաստանի շահերից չի բխում քաղաքական դիրքորոշումից բացի ռազմական աջակցություն ցուցաբերել Մոսկվային, որովհետև ոչ ՀԱՊԿ պայմանագիրը, ոչ հայ-ռուսական պաշտպանական պայմանագիրը Հայաստանի դեպքում պարզապես չեն գործում։ Որևէ երկիր, մեկ այլ երկրի աննացորդ աջակցում է միայն այն դեպքում, երբ դա փոխադարձ է լինում։ Իսկ մենք քանիցս համոզվեցինք ՀԱՊԿ-ի արդարացումներին, դե մենք ինչ անենք, որ Ղազախստանն ու Բելարուսը եւ մյուսները չեն ցանկանում, կամ ինչպես Բորջուժան ասեց, մենք տեսնում ենք, որ հայ զինվորը լավ է կռվում, դրա համար չենք խառնվում։ Սաֆարյանը հիշեցրեց Հայաստանի դաշնակից Ռուսաստանը Ադրբեջանին հարձակողական սպառազինություն մատակարարող գլխավոր երկիրն է։ Թերևս քաղաքական կոնյունկտուրայի արդյունք է եւ քաղաքական ուժերը ցավոք սրտի առաջնորդվում են ոչ թե շատ հստակ եւ կայուն գաղափարներով եւ արժեքներով, այլ ուղղակի պահի թելադրանքով, տեսնելով, որ դե Կովկասում, այսպես ասած, եւ Հայաստանում մասնավորապես թելադրողը Ռուսաստանն է, հետեւաբար քաղաքական իշխանություն ունենալու համար պետք է հաջողանալ հենց Ռուսաստանին։ Ոնց կվերաբերեք, եթե կոնկրետ անհատների մասին խոսենք։ Ես ոնց Շփիթով եք վերաբերում։ Ոնց եք դատապարտում բանկերում։ Դե երեք ինձ թվում է դուք էլ այնտեղ եք, լսեցիք
Միանում եք այդ դատապարտին։ Այո, շատ պատգամավորներ դատապարտեցին ամբիոնից, իսկ դուք։ Հիմա մեր ընկերն է կարող մի քիչ դուք եք ավելացնում, ես չգիտեմ։ Դուք տեսանյութը թաքություն չունեցաք, դիտեք իմանալի իրական։ Եթե չեմ տեսել, չգիտեմ ոնց ասեմ։ Ամենադեպս ընկերոջը կհորդորեք, որ այլևս իրեն լրագրողների հետ զրույցներում կոռեկտ պահի։ Նախ ինքը ինձանից տարիքով ավակ ընկեր է, ես չգիտեմ ոնց է ստացվել, որ ձեր ասածը մի կողմից դուք ասում եք, բայց ես իրան չեմ լսել, չգիտեմ։ Մեկ երկրորդն էլ դժվարն է այդպես այդ ձեր ասածի վիրավորացնի, հայացնի, չեմ հավատում ես։ Որ դեպքում պատգամավորները կդադարեն լրագրողների հետ այդպես վարվել, օրինակ երբ որ հարց տրվի նրանց մանդատին զրկելու, ինչ է պետք։ Ես որ դուք եք ձեզ կոռեկտ պահեք։ Իսկ մենք որևէ պահ տեսակ, որ կոռեկտ չենք։ Հիմա էսի վիճակ է, հիմա նայեք, ես ինչ լրագրողներ են դա մեզ հասկանան տալիս։ Լրագրողներն մեկը կարելի է, ասենց մի անգամից խմբով հասնում են, պատգամավորները օրենսդրական գործունեությամբ չեն զբաղվում, ինչ գործում են ազգային ժողովում։ Ոնց է ձեր անունը։ Կայան է։ Բա ինչով են զբաղվում պատգամավորները։ Քանի օրինագիծ եք մշակել, ինչ առաջարկներով եք հանդես եկել, որն է ձեր գործունեության արդյունքում ընդունվել։ Առանց խնդրելու ես մի բան կարամ քեզ պատասխանեմ, որ արդեն 18 տարի, 18-րդ տարին է այստեղ եմ։ Քո նման մարդիկ չէ որ ինձ ընտրել են, պատահական չեն ընտրել Պետությունը ինչպես է արդարացվել, ինչ օրենք եք մշակել հանուն քաղաքացիների գործունեության, միգուցե մենք տեղյակ չենք պետք է ներկայացնել։ Ձեզ պետք է ներկայացնեմ, իմ ընտրողները տեղակ են, թե ես ինչով եմ զբաղվում, ինչ օրենսդրությամբ եմ զբաղվում։ Որին իստերում չենք տեսնում։ Իսկ ինչ պարտեր է որ դուք տեսնեք։ Մենք արդեն լուսաբանման։ Ես ձեզ արդեն չեմ պատասխանում։ Հնարավոր է մյուս խորհրդարանում այլևս չտեսնենք։ Ոնց է։ Ես ուզում եմ որ դուք պատասխանեք։ Եթե որոշողը դուք եք, դու որոշի, ուզում ես կգամ, չէ ուզում չեմ գա։ Հա։ Եթե որոշողը դուք ցանկություն ունեք, պարոն Գևորգյան։ Երբ որ ժամանակը կգա, երբ որ ժամանակը կգա, դες շուտ է մասը տեսարը, երբ որ ժամանակը կգա, կգաս կարծես կպատասխանի։ Ինչի՞ց է կախված, պարոն Գևորգյան։ Դրանցնական որոշումից, երկրի առաջի դեմքերի որոշումից։ Ինչի՞ց է կախված, ինչով է պայմանավորված, կլինեք, չէ լինի կամ կորոշեք։ Երբ որ որոշեմ ժամանակ կա, կգաս կարծես կպատասխանի։ Ժամանակը երբ է։ Դու չգիտես երբ է։ Դե մի տարի կա, բայց արդեն շատերը արշավ են սկսել արդեն։ Չէ, ես չեմ սկսել մեջ են։ Չէ, դեռով շուտ է, շատ շուտ է։ Մի տարի ժամանակ։ Երբ որ ժամանակն եկավ, կգաս կարծես, հետո որ դու ուզենաս, ես կամքդ թելադրես ես կորոշեմ կամ թե չէ։ Պարոն Գևորգյան, Սերժ Սարգսյանն ասաց, որ որևէ մեկի տեղից ասած ապահովագրված չէ հաջորդ խորհրդարանում։ Ճիշտ է ասել, եթե Սերժ Սարգսյանն ասում է, ճիշտ է ասել։ Պարոն Ռուստամյան, տեղեկություն կա, որ դաշնակցությունում այնուամենայնիվ տարաձայնություններ կան։ Խնդրում եմ, ասեք, այդ տարաձայնությունները արդեն հարթվել։ Արդեն 125 տարի։ Պարոն Ռուստամյան, չեն դադարում նաև խոսակցությունները, տեսակետներ այն մասին, որ դաշնակցությունը այսպիսով, այսպես ասած, վաճառվում է հանրապետականին իշխանությանը։ Դրանց։ Ամոթ այդ անձանց։ Այսինքն կարծում եք այս քայլով դաշնակցությունը ընդհակառակը հայրենանվեր գործ է կատարում։ Վստահ եմ։ Դուք պատրաստ եք ներողություն խնդրել։ Բայց ինչի համար։ Լավ կնայեք վիդեոն։ Կընկնես տղա ջան, մեղք ես, մի կոտորի քեզ։ Պարոն Բաղդասարյանը կպատասխանի։ Ես զրուցել եմ հետ։ Չէ, ինձ թվում է, որ դա եղել է պարզապես բորբոքվածություն, նման հայոյանք բան ինքը շղթում է, որ եղել է։ Ինձ թվում է, որ նման միջադեպերը մենք պետք է կանխենք, նաև զրուցել ենք պարոն Սետրակյանի հետ, բայց նաև կոչ եմ անում, որ լրագրողները նույնպես մի քիչ զգոն լինեն իրենց փոխադարձ վերաբերմունքի հետ կապված եւ ամեն ինչը կհարթվի։ Նման միջադեպեր լինում են բոլոր տեղերում։ Անդադ պարոն Սետրակյանի հետ լինում են նման։ Լավ, անդադ ես չի ասի։ Բնականաբար մենք այդ հարցն ենք իրար հետ այդ քննարկում եւ նման հայոյանքներ, նման տիպի բաներ չեղի, ես նորից ձայնագրությունը նայեցի եւ ինքը հրաժարվում է հայոյանքից, որ եղել է հայոյանք, պարզապես ցանկացել է որ հետո սենյակում առանձին
զրույցի որպես իր տղայի տարիքի հանձնավորություն մեր հարգարժան լրագրողի հետ, որը չի ստացվել, ինձ թվում է, որ իրենք առանձնազրույց կունենան եւ այդ ճշտումները կգտնեն։ Ակնհայտ դժգոհ կապված որևէ բան չի Ինձ թվում է դրանով էթիկայի հանձնաժողովն է զբաղվում, եթե խնդիր կլինի, իհարկե Դուք լսել եք տեսանյութը դիտել։ Նայեցի, նորից նայեցի։ Դուք ոչինչ չեք լսել։ Չէ, այնտեղ կար բորբոքվածություն, ինչ-որ փոխադարձան հասկանալի բաներ, բայց ես չեմ լսել։ Դուք կարող եք ինքներդ նայել այդ տեսանյութը, ես նայեցի, հենց նոր եմ նայել անմիջապես իր ներկայությամբ։ Տարենկոն վերանց մի մցրա։ Վերանը չի մցրել։ Լավ։ Արամի 30-ի հնամյա շենքը քանդվել է քաղաքապետարանի հետ տարիներ առաջ ձեռք բերված գրավոր համաձայնությամբ, պնդում է սփյուռքահայ գործարար Ավոկ Արագուլյանը։ Այսօր ավականու ընդդիմադիր անդամ Անահիտ Բախշյանի հետ հանդիպմանը գործարարը նշեց, քաղաքապետարանի հետ կնքված պայմանագրով պարտավորվել է Նալբանդյան, Աբովյան, Արամի, Գերակաշահ ճանաչված ավելի քան 11000 քառակուսի մետր տարածքում քանդման աշխատանքներ իրականացնել, հետո քաղաքապետարանին վերադարձնել տարածքի 40%-ը միայն։ Քանդել, վերջացնել, հանձնել քաղաքապետարանին։ Վերջը իմ նախագիծիս համեմատ իրենց թիմում կգրեմ, այդ թիմումին համեմատ ինձի հողը ետ կծախեն։ Այսինքն ոչ թե կծախեն անկիներով, այլ կադաստրային, ասենք քիչ մը արժեքով։ Ձեզ սկզբանե ասել են վճարեք գումար, այդ տարածքը գնեք, այդ թվում նաև Արամի 30-ը գնել եք, բայց պարտավորություն ունեք միայն ինչ անելու, քանդելու ու վերջ։ Քանդենք, պետության հանձնենք։ Արամի 30-ը քանդելուց հետո Երևանի գլխավոր ճարտարապետն ասաց, որ տեղում ոչինչ չի կառուցվելու, տարածքը վերադարձվելու է քաղաքին, կարմիր գծեր են լինելու, մեծացնելու են մայթն ու կանաչապատեն։ Անահիտ Բախշյանը զարմացավ, ինչպես է քաղաքապետարանն այդ տարածքը համարում իր սեփականությունը, երբ շաբաթներ առաջ ավականու կողմից հաստատված քաղաքի սեփականություն հանդիսացող գույքի ու տարածքների ցանկում այն չկար։ Հիմա այս 9500-ի մեջ մտնում է այդ տարածքը։ Թե ոչ։ Սրանք տարբեր տարածքներ են, մեկը մեկի հետ կապ չունի։ Ոնց իմանանք։ Արամի փողոց ոչ մի համար բան չկա, գրած։ Մեզ պատասխանում է, ոնց իմանանք որն է։ Ոչ, Արամի 30-ը դա կապ չունի։ Սա էլ տարածք է։ Ստեղ ընդամենը գրած է Արամի փողոց։ Այդ Արամի 30-ն էլ Արամի փողոցի վրա է, պարոն Մարգարյան։ Ինչ կա չհասկանալու։ Ձեր կողմից հասկանալու խնդիր կա, քանի որ հարց եք տալիս, պատասխանում են եւ առաջարկում եմ կարճ կապել հարցը։ Թեպետ Արամի 30-ի շենքը քանդվել է ծանր տեխնիկայով, քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը լրագրողներին վստահեցրել էր, որ Արամի 30-ը նույնությամբ կվերակառուցվի Հին Երևան նախագծում։ Գործարար Ավոկ Արագուլյանն այս հայտարարությունից անակնկալի է եկել, եթե ինքը նախապես իմանար այդ մասին, այնպես կքանդեր, որ քարերը պահպանվեին։ Քարերը պահպանել ասել։ Հիշ մեկը ատան բան չի ասած։ Հիմա որ դուք լսեցիք դա պիտի տեղափոխվի Հին Երևան այդ նախապրոյեկտում, անակնկալի չեկավ, որտեղ ձեզ մեղադրում են, Չէ, ադանք բանը ներոտին, ես մինչև վերջին վարյան նորեն հանդիպեր եմ խոսել, մեկ ինձ եղան բանը չի ասած, մինչև այսօր։ Ես աստեղ արեր եմ, պիտի իրացնեմ, վերադարձնեմ պետության եւ ինձ ինչ որ պետք է պիտի տան։ Գործարար Ավոկ Արագուլյանի հետ հանդիպումից հետո ավականու ընդդիմադիր անդամ Բախշյանը պնդում է Արամի 30-ի քանդման աշխատանքներում շատ հարցականներ կան։ Նախ այն, որ քաղաքի սեփականության ցանկում չկա Արամի 30-ը, բայց այն քանդելուց հետո քաղաքապետարանի պաշտոնական պատասխանով վերադարձվել է քաղաքին։ Որքան ես հասկացա, որ այս ամեն ինչը նախապես պայմանավորվածության արդյունք է։ Եվ տվել են ասել են դու քանդի, հետո մեզ վերադարձրու։ Դրա համար չծախսեն փող, քանդի, կուժնուկոլան էլ թափվի մեր հայրենակցի վրա, ու հետո վերադարձվի Երևանին։ Անշուշտ մեր հայրենակիցը այնտեղ շահ ունի։ Արամի փողոցի 9500 քառակուսի մետրը, որ այսօր որպես գույք ընդունել ենք Երևանի սեփականություն, այս տարածքը չի մտնում սրա մեջ, բայց մարդը վերադարձրել է։
Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի մերձակայքը սովորականից մարդաշատ է։ Ընդդիմադիր ակտիվիստ Գևորգ Սաֆարյանին ազատ արձակելու պահանջով այստեղ են Նոր Հայաստան հանրային փրկության ճակատի անդամներն ու համակիրները։ Ակցիայի մասնակիցներին թույլ չտվեցին մոտենալ կալանավայրին, հիմնավորելով, որ այն հատուկ պահպանվող տարածք է։ Ակցիայի մասնակիցները հայտարարեցին շուրջօրյա ակցիա սկսելու մասին։ Գիշերը նրանք կանցկացնեն այստեղ, դրա համար բերել են անհրաժեշտ պարագաներ։ Թեժեր նաև Երևանի մեկ այլ հատվածում ի պաշտպանություն քաղաքական հայացքների համար բանտարկված քաղաքացիների դեպի Բաղրամյան 26 շարժվեցին մի խումբ երիտասարդներ, սակայն տեղ չհասան։ Խնդրում ենք թույլ տալ անցնել մեր երթևեկելի գոտով, անցնել սովորականի պես քայլելով իջնել։ Ոնց որ մյուս շարքային քաղաքացիներ։ Ավարտների ազատության մասին Հայաստանի օրենքի համաձայն 17-րդ հոդվածի դուք իրավունք չունեք նախագահական նստավայրում մայնց անկի մեջ որ այդ նշված նախագահական նստավայրի դիմաց իրավունք չունեք ակցիաներ, ողջամիտ հեռավորությունը համարում ենք դիմացի մետը։ Ակցիայի մասնակիցներն իրավապահներին առաջարկեցին կալանավորել նաև իրենց պնդելով, որ ճաղերի հետևում կան իրենց քաղաքական հայացքների համար կալանավորվածներ։ Բաղրամյան 26-ից նրանց մոտեցող չեղավ աշխատանքային ժամի ավարտված լինելու պատճառով։ Ակցիայի մասնակիցները պնդում են, որ պահանջները չկատարելու դեպքում իրենք պատրաստվում են մոտակա օրերին ավելի մեծաթիվ համակիրներով այցելել Բաղրամյան 26 հասցեով։ Սա ակնհայտ խտրականություն է։ Գևորգ Սաֆարյանն իր ազատության հարցով դիմել է դատական վերջին Վճռաբեկ Ատյան։ Միաժամանակ ընդդիմադիր ակտիվիստը բողոք է ներկայացրել նաև վերաքննիչ դատարան, պահանջելով իրեն ազատ արձակել գրավի դիմաց։ Նախորդ շաբաթ դատարանը մերժել էր նաև այս միջնորդությունը։ Նայեք, 3 դատավոր են գործը քննել, առաջի անգամ Արաչյանի դատավորը, երբ որ կալանավորում ընտրեց, նա կիրառել էր այնպիսի օրենք, որը որ գոյություն չունի, կեղծել էր ըստեյության միջազգային պայմանագիրը։ Երկրորդ դատավորը որևիցե ձևով վերաքննիչ դատարանը մեկ նախադասությամբ չէր պատճառաբանել, երրորդ դատավորը գրավը կիրառելու ժամանակ ընդհանրապես իրավաբանական գոնե մեկ նախադասություն չկար։ Թույլ են տվել այնպիսի խախտումներ, որ այդ դատավորներին պետք է պատասխանատվության ենթարկվի։ Փաստաբան Տիգրան Հայրապետյանը համոզված է, որ իրավապահները միջնորդելու են եւս 2 ամսով երկարացնել Գևորգի կալանքը։ Հակառակ դեպքում մարտի 1-ին ընդդիմադիր ակտիվիստը պետք է ազատ արձակվի։ Ստեղծվել է 4 հոգանոց քննչական խումբ, որն ըստ փաստաբանի վերջին օրերին ակտիվորեն ավարտին է տանում քննությունը, գործն արագ դատարան ուղարկելու համար։ Բավականին առերեսումներ են կատարվել, շատ առերեսումներ։ Ամեն մի ոստիկան տարաբնույթ ցուցմունքներ են տալի, որևիցե 2 ոստիկանի ցուցմունքը չի համընկնում։ Ավելի քան 4 ոստիկաններ ամբողջ ընթացքը նկարել են։ Թող մեկ այդպիսի տեսանկարահանում լինի, որտեղ Գևորգը հակաօրինական գործողություն է կատարել, բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ։ Փոխարենը կան նախկին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի գրությունը ոստիկանապետին։ Ըստ տեսանյութի նկարագրելով միջադեպը մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել էր. ոստիկանության առանձին ծառայողներ ձեռքերով եւ ոտքերով հարվածում են քաղաքացիներին, նրանց թվում նաեւ Գևորգ Սաֆարյանին, իսկ ոստիկաններից մեկին Գեգամ Խաչատրյանին, մյուս ոստիկանները պարբերաբար հեռացնում են միջադեպի վայրից, սակայն նա կրկին վերադառնում եւ հարվածում է քաղաքացիներին, գրել էր Կարեն Անդրեասյանը։ Ոստիկան Գեգամ Խաչատրյանը հատուկ քննչական ծառայությունում 3 առերեսվել է իր դեմ բողոք գրած ակտիվիստների հետ։ Նրանք պնդում են, որ ոստիկաններն իրենց ծեծի են ենթարկել ամանորի գիշերը։ Իրավապահները սակայն երեկվա առերեսմանը ակտիվիստ Վահրամ Պետրոսյանին ճիշտ հակառակ սցենարն են ներկայացրել։ Նշում են, որ իբրև թե Գևորգը ձախ ձեռքով հարվածել է, այնպեսի հուշկու հարված է հասցրել Գեգամին, որ նա ընկել է գետնին եւ ունքը պատրվել է։ Այնինչ մեր ընկերներից մեկը հիվանդանոցում այդ միջադեպից հետո հանդիպել է Գեգամ Խաչատրյանին եւ նա որևէ վնասվածք չի ունեցել։ Նույն պատմությունը նաև իմ հետ կապված էր, նշում են, որ ես հարվածել եմ Վարդան Ապրեսյանին, որից հետո նա անկանոն ինչ-որ շարժումներ է արել, որոնք ինձ չեն էլ դիպել, որից հետո ես նորից եմ հարվածել Վարդան Ապրեսյանին, իսկ Գեգամ Խաչատրյանը ուղղակի ինձ հետ է հրել։ Փորձում են տեղի ունեցածը բարթել մեր վրա։ Երեկվա հարցաքննությունից հետո ոստիկանների դեմ բողոք գրած ընդդիմադիրն արդեն չի բացառում, որ ինքը հայտնվի մեղադրյալի աթոռին։ Զգացվում էր, որ իրենց մոտ ընդհանուր մի հատ մշակված սցենար կա, որը երկուսն էլ կրկնում էին նույն ձևով։ Իրենք մտադիր չեն պատժելու որևէ մեկին։ Դեպքից ավելի քան 2 ամիս անց ոստիկանական բռնությունների մասին բարձրաձայնող 5 երիտասարդներից որևէ մեկը տուժող չի ճանաչվել, որևէ ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել, մինչդեռ Գևորգ Սաֆարյանի դեմ գործ է հարուցվել միայն ոստիկանական ցուցմունքների հիման վրա։
Գարեգին եւ Գայանե Պողոսյանները 8 անչափահաս երեխաների հետ փողոցում կհայտնվեն, եթե 15 օրից չվճարեն 40,000 դրամ տան 2 ամսվա վարձը։ Տարիներ առաջ աշտարակի կիսակառույց կացարան տեղափոխված ընտանիքը պնդում է. լույս, ջուր, որևէ հարմարություն չի եղել, սեփական միջոցներով են նորոգել։ Այսօր սակայն անգամ սրանից կարող են զրկվել։ Վթարային այլ ամեն վայրկյան կարող է բլի, ասենք այս բաները կընկնի։ Երեխեքին չեն թողում այս հատված հիմնական պահում։ Երեկա զանգե տանտերը 15 օր ժամանակ ա տվե, այդ ընթացքում 40,000 եթե տվենք, չէ, պետք է ազատենք բնակարանը։ Բարձով տները հիմնական չեն տալի, որովհետև այսքան երեխա մտածում են կարող է քանդեն, փչացնեն, հիմնական չեն տալիս։ Այս տունն է, ես ինչքան հասկացած այս տունն էր, էլի ոչ բարվոք վիճակում։ Բարվոք վիճակում չի, դրա համար տվել են ուտ երեխու։ Մենք է ստիված մնում ենք։ 31-ամյա երիտասարդ մոր խոսքով երբեք վատ կյանքից չեն տրտնջացել։ Հիմա պարզապես անելանելի վիճակում են։ Ընտանիքի միակ աշխատող հոր առողջության կտրուկ պատթարացումից հետո ստիպված են ապրել 77,000 դրամ նպաստով, ինչը կոմունալ ծախսերին անգամ չի բավարարում։ Դե դժվարությունով երեխեքը միշտ տենց է լինում են։ Նույնիսկ այս քանորն էլ ստուգողականի համար բարակ տետր էր պետք 50 դրամանոց 30 չկարողացանք առնենք, դասատուն ասել էր 50 դրամն ինչա որ չեք կարում առնենք, բայց դա մեզ համար մեծ խնդիր էր ու թե երեխեքը, թե մենք մեծ ստրես էլի տենց տարանքեսիմ։ Երեխաներից երկուսը առողջական լուրջ խնդիրներ ունեն։ Մոր խոսքով բժիշկները հավաստիացրել են, որ 9-ամյա Աննան կարող է կազդուրվել, սակայն երբեմն ոչ միայն դեղերի եւ համապատասխան սննդի համար գումար չեն գտնում, այլև չեն կարողանում աղջկան Երևան տանել, նշանակված բուժումը ստանալու։ Նշանակ է, շատ հաճախ դեղերը չեմ կարում գնել։ Ռախիտիկի նշան է դե վիտամինի պակասությունից։ Սննդակարգ ինքը ունի հատուկ, որի չեմ կարում հասցնեմ իա սննդակարգը, այսինքն այդ թանգնոստեղին պանիր է, կատնամտեր կա, կատնաշոր է եւ բան։ Մեր զրույցի ընթացքում երեխաները, հատկապես մեծերը, ամեն կերպ խուսափում էին իրենց աղքատության մասին խոսել։ Ծնողները պնդում են, հենց այդ պատճառով ամաչում են նաեւ դպրոց հաճախել։ 14-ամյա Մերինեն ասում էր. «Իմ մեծ ընտանիքը իմ փոքրիկ գաղտնիքն է»։ Ես իմ 10-ացիներին չեմ ասում, ինչ խնդիր ունեմ։ Նրանք լավ շփվում են հետս, մշտապես չեմ ողոքում։ Այսինքն թաքցնում ես այդ ամենը, չէ՞, քո մեջ ես։ Փոքրիկ գաղտնիք։ Տուն ունենալու երազանքը ծնողների մոտ տարեց տարի հոդս է ցնդում, սակայն երեխաները դեռ լավատես են։ Ավագ դուստրը 15-ամյա Գոհարը վստահ է, կդառնա բժիշկ, շատ փող կաշխատի եւ տուն կգնի ընտանիքի համար։ Աշոտն ու Լիաննան երազում են նկարիչ դառնալ, ներկեր ալբոմներ չունեն, ստեղծագործում են դեռ պատերի վրա։ Ալեքսն էլ երազում է երաժշտական դպրոց ընդունվել։ Ասել են կընդունենք, եթե դհոլ ունենաս։ Ստիպված դեռ սեղանի վրա է պարապում։ Չես նորվում հիմա։ Միակ իրականացած երազանքը շատ երեխաներ ունենալն էր, ծիծաղելով ասում էին ծնողները, հպարտությամբ նշելով, ապագա 4 զինվոր եւ 4 մայր ենք պարգևել հայրենիքին։ Տուն ունենալու դեպքում չեն բացառում, որ բազմանդամ ընտանիքը ել ավելի կընթարցակվի։ Եթե բնակարան ունենամ, իմ անկյունը, որ հանգիստ խիղճս լինի, այդ վախով չքնեմ, որ ամեն վայրկյան կարող է, ասենք, տնից հանեն, ունենամ նույնիսկ 9 ու 10 է։ Ես շատ ուրախ եմ, որ ունեմ այսքան լավ բալիկներ, դե բնական է, որ չես կարողանում մի քիչ նորմալ, չէ, ասենք կերակրել դպրոց հաճախ եմ, բան տխրում ես, նեղվում ես, ծնող ես։ Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը մնում են աշխարհում սովորական սպառազինությունների հիմնական զինատեսակների ամենախոշոր արտահանողները։ Վերջիններիս բաժին է հասնում զենքի համաշխարհային շուկայի մոտ 60%-ը, Միացյալ Նահանգներին 33%, Ռուսաստանին 25%։ Այս մասին ասվում է Ստոկհոլմում գործող խաղաղության խնդիրների ուսումնասիրության ինստիտուտի հրապարակած զեկույցում։ Ռազմական խնդիրներով, մասնավորաբար սպառազինությունների գնումների դիտարկմամբ զբաղվող այս հեղինակավոր վերլուծական
ռուսական կառույցը փաստաթղթում նշում է, վերջին 5 տարում Միացյալ Նահանգների զենքի արտահանման ծավալներն աճել են 27%-ով, իսկ Ռուսաստանինը 28%։ Միաժամանակ ուսումնասիրության համաձայն 2014 եւ 2015 թվականներին Ռուսաստանից զենքի արտահանման դանդաղման միտում է նկատվել, չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը հենց այդ նույն ժամանակահատվածում սկսել է զենք մատակարարել Լուգանսկի եւ Դոնեցկի ռուսամետ անջատականներին, բայց թե ռուսական զենքի քանի տոկոսն է բաժին հասել Դոնեցկին եւ Լուգանսկին, շվեդական ինստիտուտը չի նշում։ Վերջին 5 տարում Ռուսաստանը զենք է մատակարարել ընդհանուր առմամբ 50 երկրների, հիմնական գնորդների ցանկում փոփոխություններ չեն եղել՝ Հնդկաստան, Չինաստան, Վիետնամ։ Իդեպ Վիետնամը վերջին 5 տարիներին զենքի ծավալներն ավելացրել է շուրջ 700%-ով եւ այդ առումով բացարձակ առաջատար է աշխարհում։ Այսպիսով ռուսական զենքի արտահանման 68%-ը վերջին 5 տարիներին բաժին է ընկել Ասիայի եւ Օվկիանիայի երկրներին։ Այս երկրներում զենքի պահանջարկի աճը մասնագետները պայմանավորում են հարավչինական ծոցում առաջացած տարաձայնություններով։ Միևնույն ժամանակ Ադրբեջանը շարունակում է մնալ Ռուսաստանի հավատարիմ գնորդը։ Իր զինանոցի պարունակության 80%-ը Բաքուն Ռուսաստանից է ձեռք բերում, իսկ որոշ զինատեսակներ էլ ներմուծում է Ուկրաինայից, Բելարուսից, Իսրայելից, Թուրքիայից։ Ռուսական զենքի առաքումները Եվրոպա աճել են հիմնականում Ադրբեջանին վաճառվող զենքի հաշվին։ 2011-ից 2015 թվականներին Ադրբեջանին վաճառված ռուսական զենքը կազմել է զենքի ամբողջ արտահանման 4.9%-ը, այն դեպքում, երբ 2006-ից 2010 թվականներին այդ ցուցանիշը կազմել է ընդամենը 0.7%։ Այսպիսով, վերջին 5 տարվա ընթացքում Ադրբեջանն ավելացրել է սպառազինության ներմուծումը 217%-ով, գլխավորելով Եվրոպայում ամենաշատ զենք ներմուծող երկրների ցանկը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների պաշտոնական աղբյուրների համաձայն, Բաքուն վերջին 5 տարվա ընթացքում ռուսական զենք ձեռք բերելու նպատակով 3-ից 4 միլիարդ դոլար է ծախսել։ Ուշագրավ է, որ եվրոպական երկրների կողմից զենքի գնումները վերջին 10 տարվա կտրվածքով կրճատվել է գրեթե 41%-ով։ Նաև նշվում է զեկույցում։ Խաղաղության խնդիրների ուսումնասիրության Ստոկհոլմյան ինստիտուտի մասնագետները զեկույցում հաշվի են առել միայն սպառազինության մատակարարման ընդհանուր ծավալները, միտումնավոր շրջանցելով գործարքների ֆինանսական կողմը։ Վերլուծաբանների կարծիքով ֆինանսական ցուցանիշները հաճախ չեն համապատասխանում իրականությանը, քանի որ կարող են կեղծվել պետությունների կողմից։